Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Կարևորի մասին նախամարոտ։ Իրանը պաշտոնապես հաստատել է ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բասիջ ստորաբաժանման հրամանատարի նրա տեղակալի սպանությունները։ Իրանի զինված ուժերն էլ իրականացրել են հերթական լայնածավալ հրթիռային հարվածը։ Իրան, Միացյալ Նահանգներ, Իսրայել դաշինք պատերազմը շարունակվում է։ Չնայած տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, TRIP ծրագիրը կենսունակ եւ արդիական է, որի ուղղությամբ աշխատանքները թեթև դանդաղել են, բայց չեն դադարել։ Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցում։ Որքան մոտենում է խորհրդարանական ընտրությունների օրը, այնքան ուժ գնանում է հիբրիդային հարձակումները։ Հերթական կեղծ իրականության հետ որևէ աղերս չունեցող մեղադրանքներն են վերագրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու մի շարք պաշտոնյաների։ Պաշտոնական Երևանի արձագանքը չի ուշացել։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը անդրադարձել է սպասվող սահմանադրական հանրաքվեի անցկացման ժամկետներին, ընդգծելով, որ մինչև այդ հանրությանը պետք է ներկայացվի սահմանադրության տեքստն ու ներածությունը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել մեկամյա փոքրիկի առողջական վիճակի մասին, որը Արաբկիր բժշկական կենտրոն էր տեղափոխվել կլինիկական մահ ախտորոշմամբ, խորթ մոր կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով։ Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակային համակարգում ուժի մեջ կմտնեն մի շարք կարևոր փոփոխություններ, կբարձրանան աշխատանքային եւ զինվորական կենսաթոշակները, նաեւ դրանց հետ փոխկապակցված սոցիալական նպաստները, իսկ վճարումների համակարգը ամբողջությամբ կանցնի անկանխիկ եղանակի։ Տեղի է ունեցել ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Քննարկվել են հանրային գնումների ոլորտում շահերի բախման եւ հակակոռուպցիոն կառուցակարգերը կատարելագործելու վերաբերյալ կառավարության ներկայացրած նախագիծը, նաեւ կառավարության ծրագրի 25 թվականի կատարողականը։ Իսրայելական Կանն Նյուզ լրատվամիջոցը հաղորդում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը Միացյալ Նահանգների հետ համակարգմամբ հարված է հասցրել Իրանի Բուշեր քաղաքում գտնվող խոշոր հարավային Փարս գազային օբյեկտին։ Տեղի ունեցածին հետևել է Իրանի շտաբ նախազգուշացումը։ Իսլամական Հանրապետության տարածած հայտարարությունում կոչ է արվում տարհանել նավթաքիմիական ձեռնարկությունները Սաուդյան Արաբիայում, Քաթարում եւ Միացյալ Էմիրություններում։ Հայտարարություն է տարածել նաեւ Քաթարի արտաքին գործերի նախարարությունը, նշելով, որ Իսրայելի հարվածները Իրանի հարավային Պարս հանքավայրի հետ կապված օբյեկտներին, որը հանդիսանում է Քաթարի հյուսիսային հանքավայրի շարունակությունը, տարածաշրջանում ընթացող ռազմական էսկալացիայի ֆոնին վտանգավոր եւ անպատասխանատու քայլ էր։ Էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ հարվածները սպառնալիք են ներկայացնում համաշխարհային էներգետիկ անվտանգության, նաեւ տարածաշրջանի ժողովուրդների եւ շրջակա միջավայրի համար։ Ի դեպ, թունավոր նյութերի արտանետման պատճառով Արաբական Միացյալ Էմիրությունները կարող են դառնալ ոչ բնակելի։ Նշենք, որ հարավային Փարս գազային օբյեկտի հրթիռակոծությունից հետո միջազգային շուկայում կտրուկ աճել են գազի ու նավթի գները։ Այս օբյեկտի գազի գնորդներից են Թուրքիան, Իրաքը եւ այլ երկրներ։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի նոր քարտուղար է նշանակվել Սաիդ Ջալիլին։ Նա երկրում անցկացված նախագահական վերջին ընտրությանը երկրորդ փուլում պայքարել է Մասուդ Փեզեշքյանի հետ։ Ջալիլին իրանցի պահապանողական քաղաքական գործիչ է, դիվանագետ է, որը 2007-ից 2013 թվականներին եղել է կրկին ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը, Իրանի միջուկային ծրագրով բանակցողը։ Ջալիլին նաև Իրано-իրաքյան պատերազմի զինվոր է եղել եւ Բասրայի պաշարման ժամանակ կորցրել է աջ ոտքի մի մասը։ Այս իրադարձության ժամանակ նա ստացել է կենթանի նահատակ կոչումը։ Սաիդ Ջալիլին միևնույն ժամանակ քաղաքական գիտությունների թեկնածու է։ Ջալիլին նշանակվել է 3 հրթիռակոծության հետևանքով զոհված Ալի Լարիջանիի պաշտոնին։ Նրա հետ միասին զոհվել էին նաև որդին ու անվտանգության աշխատակիցները։ Ի պատասխան Իրանի զինված ուժերն էլ գիշերը իրականացրել են հերթական լայնածավալ հրթիռային հարվածը, թիրախավորելով Իսրայելի տարածքում ավելի քան 100 ռազմական եւ անվտանգության օբյեկտներ։ Հրթիռակոծության հետևանքով Թել Ավիվում 2 մարդ էր զոհվել։ Միաժամանակ հաղորդվում է, որ իրանական հատուկ նշանակության ուժերը թիրախավորել են անվտանգության կաբինետի բարձրաստիճան անդամներից մեկին։
Իրանում պաշտոնապես հաստատվել է բարձր մակարդակի մի շարք սպանությունների մասին տեղեկությունը։ Զոհվել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, երկրի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը։ Ըստ իրանական աղբյուրների նա սպանվել է իր դստեր տանը, նրա հետ միասին զոհվել են նաև որդին Մորտեզա Լարիջանին, անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը, անվտանգության ծառայության ներկայացուցիչներ եւ թիկնապահներ։ Թեև ավելի վաղ իրանական կողմը լռում էր, այժմ փաստացի հաստատում է այս տեղեկությունները, որոնք ժամեր շարունակ տարածում էին գտել իսրայելական աղբյուրների շրջանում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ևս հայտարարել է, որ հարվածի հետևանքով ոչնչացվել է Լարիջանին, նաև Բասիջ խմբավորման զինյալներն ու նրանց դիրքերը։ Իրանական կողմը ևս հաստատել է Բասիջ աշխարհազորի հրամանատար գեներալ-մայոր Գոլամ Ռեզա Սոլեյմանիի մահը, նշելով, որ նա զոհվել է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համատեղ հարվածների հետևանքով։ Նեթանյահուն իր ուղերձում ընդգծել է, որ Իսրայելը շարունակելու է ճնշում գործադրել Իրանի վրա, հույս հայտնելով, որ դա հնարավորություն կտա իրանցի ժողովրդին փոխել իշխանությունը։ Նրա խոսքով գործընթացը երկար եւ բարդ է լինելու, սակայն Իսրայելը վճռական է հասնելու իր նպատակներին։ Նա նաև տեղեկացրել է, որ Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը քննարկել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս ամենին զուգահեռ Իրաքում հարձակման է ենթարկվել Բաղդադում գտնվող Միացյալ Նահանգների դեսպանատունը։ Ըստ հաղորդագրությունների, իրանական կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է շենքին, չնայած հակաօդային պաշտպանության համակարգերի գործարկմանը։ Միաժամանակ հաղորդվում է, որ իրանական հատուկ նշանակության ուժերը գործողություն են իրականացրել Իսրայելի տարածքում, թիրախավորելով անվտանգության կաբինետի բարձրաստիճան անդամներից մեկին, սակայն այլ մանրամասներ դեռ չեն հրապարակվում։ Պարսից ծոցի ուղղությամբ իրավիճակը ևս շարունակում է լարված մնալ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցում ՆԱՏՕ-ի օգնության կարիքը չունի, ընդգծելով, որ դաշնակիցների մեծ մասը չի ցանկանում ներգրավվել Իրանի դեմ գործողություններին։ Թրամփը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները դեռ պատրաստ չէ դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն ապագայում նախատեսում է դուրս գալ Իրանից։ Միաժամանակ պնդելով, որ արդեն հասցվել է այնպիսի հարված, որի վերականգնումը կարող է տևել 10 տարի։ Լեհաստանն իր հերթին հայտարարել է, որ զորք չի ուղարկի Իրան։ Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև Ֆրանսիան, նշելով, որ չի մասնակցի Հորմուզի նեղուցում ռազմական գործողություններին։ Մակրոնը նշել է, որ Փարիզը կենտրոնացած է հետպատերազմյան շրջանում նավարկության անվտանգությունն ապահովող կոալիցիայի ձևավորման վրա։ Թրամփը արձագանքելով այս դիրքորոշմանը կտրուկ գնահատական է տվել, հայտարարելով, թե Մակրոնը շուտով կհեռանա պաշտոնից։ Հատկանշական է, որ այս ֆոնին Միացյալ Նահանգների ազգային հակահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջո Քենթը հրաժարական է տվել, պատճառաբանելով Իրանի դեմ պատերազմը։ Ըստ նրա, Իրանն անմիջական սպառնալիք չէր Միացյալ Նահանգների համար եւ պատերազմի որոշումը Թրամփը կայացրել է իսրայելական լոբինգի ազդեցությամբ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը սպանվել է Թեհրանում գիշերը օդային հարվածի հետևանքով, հավելելով, որ այսօր սպասվում են նշանակալից անակնկալներ, որոնք կսրեն Իրանի եւ Լիբանանում Հզբոլահի դեմ վարած պատերազմը։ Խաթիբը հետախուզության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի օգոստոսից։ Նա մտերիմ է եղել Իսրայելի հարվածից սպանված Այաթոլլա Ալի Խամենեի հետ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հաստատել է հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբի մահը։ Իրանի արտաքին գործերի նախարար Ռաբաս Արաղչին Ալ Ջազիրայի հետ հարցազրույցում հայտարարել է, թե Թեհրանը չի ձգտում կրակի դադարեցման, որովհետև չի ուզում, որ այս սցենարը որոշ ժամանակ անց կրկնվի։ Մենք ուզում ենք, որ պատերազմը դադարի ամբողջությամբ եւ ընդմիշտ։ Մենք չենք հավատում կրակի դադարեցմանը, մենք հավատում ենք պատերազմի ավարտին, ասել է նա։ Արաղչին նաև հայտարարել է, թե Իրանի նորանշանակ հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին լիովին առողջ է, որքանով ինձ հայտնի է, նա ստացել էր միայն թեթև վնասվածքներ եւ նախկինի պես լիովին առողջ է ու վերահսկում է իրավիճակը, ասել է Արաղչին, նա մեկնաբանելով ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահը, նշել է, որ Իրանի քաղաքական համակարգը կայուն է եւ կախված չէ կոնկրետ անհատներից։ Նախարարի խոսքով Իրանի Իսլամական Հանրապետությունը ունի ամուր քաղաքական կառուցվածք, կայացած քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ինստիտուտներով։ Մեկ անձի առկայությունը կամ բացակայությունը չի ազդում կառուցվածքի վրա։
Միացյալ Նահանգների ազգային հակահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջո Քենթը հրաժարական է ներկայացրել Իրանի հետ պատերազմի վերաբերյալ անհամաձայնությունների պատճառով։ Նա հայտարարել է, որ Իրանը անմիջական սպառնալիք չէ Միացյալ Նահանգների համար եւ քննադատել է վարչակազմի քաղաքականությունը։ Սպիտակ տունը հերքել է նրա պնդումները, նշելով, որ առկա են Իրանի հարձակման մասին ապացույցներ։ Դոնալդ Թրամփը Քենթին բնութագրել է որպես լավ տղա, բայց թույլ անվտանգության հարցում։ Վրաստանում ազգային սուք է հայտարարվել համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II-ի մահվան կապակցությամբ։ Երկրի բոլոր պետական հաստատություններից իջեցվել են դրոշները։ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Իլիա II-ի մահվան կապակցությամբ։ Միջազգային մյուս նորությունները տեսաշարով դիտեք։ Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի Դահիե շրջանի բնակելի շենքերին։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ թիրախավորվել են Հեզբոլլահի շարժման շտաբները։ Նշվում է, որ հարվածներ են իրականացվել նաև Լիբանանի Բեքայի շրջանում ուղղված զենքի պահեստներին եւ հրթիռային կայանքներին։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինայի ռազմական ներուժը հատկապես անօդաչու թռչողսարքերը սպառնալիք են ստեղծում Ռուսաստանի բոլոր շրջանների համար։ Նրա խոսքով թիրախում են հատկապես ռազմական, տրանսպորտային եւ վառելիքաէներգետիկ օբյեկտները, իսկ նախկինում անհասանելի համարվող Ուրալն այժմ նույնպես վտանգի տակ է։ Շոյգուն նշել է, որ նման հարվածները կարող են ոչ միայն տնտեսական վնասներ պատճառել, այլև ազդել ռազմական գործողությունների վրա։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կոչ էր արել դաշնակիցներին ուժեղացնել համատեղ ռազմական ներուժը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական հարվածներից վնասված Դրուժբա նավթամուղի վերագործարկման համար կպահանջվի մոտ 1.5 ամիս։ ԵՄ Կիևին առաջարկել է ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն Հունգարիա եւ Սլովակիա նավթի մատակարարումները վերականգնելու համար, ինչին Ուկրաինան համաձայնել է։ Նշվում է, որ մատակարարումների դադարեցումը լարել է հարաբերությունները Բուդապեշտի եւ Բրատիսլավայի հետ, որոնք խնդիրը համարում են քաղաքական որոշում։ 93 տարեկանում մահացել է Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II-ը, որը վրաց ուղղափառ եկեղեցին ղեկավարում էր 1977 թվականից։ Նա եկեղեցու առաջնորդ էր շուրջ 49 տարի եւ համարվում էր Վրաստանի ժամանակակից պատմության ամենաազդեցիկ հոգեվոր առաջնորդներից մեկը։ Մինչև նոր պատրիարքի ընտրությունը եկեղեցին կղեկավարի պատրիարքական գահի տեղապահ միտրոպոլիտիտ Շիո Մուջիրին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն կտրուկ արձագանքել է New York Times-ի հրապարակմանը, այն որակելով կեղծ տեղեկություն։ Նա նշել է, որ ամերիկյան որոշ լրատվամիջոցներ շարունակում են ապավինել ստախոս աղբյուրներին եւ տարածել չստուգված տեղեկություններ։ Ավելի վաղ New York Times-ը գրել էր, թե Վաշինգտոնը ցանկանում է հեռացնել Կուբայի նախագահ Միգել Դիազ Կանելին առանց երկրի քաղաքական համակարգը փոխելու։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ զայրացած է Եվրոպայի պահվածքից Հորմուզի նեղուցի անվտանգության հարցում։ Նրա խոսքով եվրոպական երկրները հրաժարվել են բավարար ռեսուրսներ տրամադրել նեղուցը բաց պահելու համար, ինչը մեծապես վրդովեցրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին։ Գրեհեմը նաև նշել է, որ դաշնակիցների այս դիրքորոշումը հատկապես Իրանի հետ լարվածության ֆոնին մեծամտության դրսևորում է։ Չնայած տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, TRIP ծրագիրը կենսունակ եւ արդիական է, որի ուղղությամբ աշխատանքները թեթև դանդաղել են, բայց չեն դադարել։ Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։ TRIP-ի հետ կապված ծրագրերը չեն չեղարկվել եւ դրանք գտնվում են կողմերի ուշադրության կենտրոնում, չնայած նրան, որ ԱՄՆ Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին գործընթացները որոշակիորեն դանդաղել են։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, հակադարձելով որոշ շրջանակների այն պնդումներին, ըստ որոնց տարածաշրջանային իրողություններով պայմանավորված հնարավոր է TRIP-ի գործընթացը անհետանա տեսանելի հորիզոնից։ Պապոյանը հույս հայտնեց, որ հակամարտությունը խաղաղ լուծում կստանա եւ տարածաշրջանի համար կբացվի խաղաղության նոր շրջան։ Հուսով ենք բոլորս, որ հակամարտությունը ամեն դեպքում քաղաքական բարձր հայտարարությունները Միացյալ Նահանգներից նվազագույն նրա մասին է, որ գործընթացը ինչ որ մի շրջան հետո հուսով ենք կավարտվի եւ ինչպես նաեւ մի քիչ առաջ էլ նշեցի, մեր ռազմավարական գործընկերը եւ մեր բարեկամ հարևան երկիրը ի վերջո կհասնեն համաձայնության։
Էկոնոմիկայի նախարարը խոսեց նաև հունիսի 7-ի ընտրություններից առաջ ազդեցության որոշակի շրջանակների կողմից սպասվող հիբրիդային հարձակումների մասին, անդրադառնալով Եվրամիության կողմից Հայաստան ուղարկվող արագ արձագանքման խմբերին, որոնք աջակցելու եւ օժանդակելու են Հայաստանի Հանրապետությանը դիմագրավելու սպասվող հիբրիդային հարձակման հզոր ալիքին։ Ըստ Պապոյանի, եթե նժարին է դրվում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու անկախությունը, ապա ձեռնարկվելու են բոլոր հնարավոր միջոցները այդ զազրելի փորձերը լրացնելու ուղղությամբ։ Եթե կշռաքարին, նժարին կշեռքի դրված է Հայաստանի անկախությունը լինել կամ չլինել, Հայաստանում կլինի պատերազմ թե խաղաղություն, Հայաստանը կլինի կիսանկախ վասալ ֆորպոստ, չի կլինի նորմալ պետություն, Հայաստանի քաղաքացիները Հայաստանում կապրեն, կարողեն թե գնան ուրիշ երկրների, ուրիշ տարածքներում, ուրիշ երկրների համար պատերազմական գործողությունների կմասնակցեն, այդ կապարագայում կարծում եմ, որ այդ դեպքում այդ նամակը ոչ միայն շատ տրամաբանական է, այլ պարտադիր։ Պապոյանը նաև հավաստիացրեց, որ Հայաստանում օտարերկրյա ներդրումները վերջին տարիներին ավելացել են եւ այդ ուղղությամբ կայուն աճ է նկատվում։ Նա միաժամանակ շեշտեց, որ ներկա պահին ամենախոշոր ծրագիրն իրականացվում է ԱՄՆ-ի հետ։ Ամենամեծ ներդրումային պրոյեկտը իհարկե Միացյալ Նահանգների հետ է, դա NVIDIA-ի պրոյեկտն է, $500 միլիոն արդեն ներդրվել է, եւս $4 միլիարդ առաջիկա տարիներին կներդրվի։ Երկրորդ խոշոր պրոյեկտը դա հյուսիս-հարավն է, որ ամբողջությամբ իրականացվում է, նաև միջազգային ֆինանսավորմամբ, բանկային համակարգի կողմից եւ միջազգային գործընկերներն են իրականացնում։ Պապոյանը խոսելով նաև ներքաղաքական թեմաների մասին վստահեցրեց, որ հունիսի 7-ին քաղաքացիական պայմանագիրը կրկին սահմանադրական մեծամասնություն է կազմելու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից տրված մանդատի շնորհիվ շարունակելու է Հայաստանի զարգացմանն ուղղված քայլերը։ Որքան մոտենում է խորհրդարանական ընտրությունների օրը, այնքան ուժգնանում են հիբրիդային հարձակումները։ Հերթական կեղծ իրականության հետ որևէ աղերս չունեցող մեղադրանքներն են վերագրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու մի շարք պաշտոնյաների։ VTV Foreign Police կոչվող կայքում տեղ գտած հրապարակման մեջ նշվում է, թե իբրև Հայաստանի իշխանությունը զբաղվում է օրգանների վաճառքով ու թրաֆիքինգով, պաշտոնական Երևանի արձագանքը չի ուշացել։ Հայաստանի դեմ նոր տեղեկատվական գրոհ է սկսվել։ VT4-ին Police կայքում հրապարակված նյութում վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ մի շարք պաշտոնյաների վերագրվել են օրգանների վաճառքի եւ թրաֆիքինգի մասին ծանր մեղադրանքներ։ Պաշտոնական Երևանը հայտարարում է, խոսքը հերթական կեղծիքի մասին է, որը կառուցված է հանրության համար չափազանց զգայուն թեմաների շահարկման վրա։ Իշխանության գնահատմամբ նման հրապարակումների նպատակը ոչ թե փաստ ներկայացնելն է, այլ շոկային ֆոն ստեղծելն ու պետական կառույցների նկատմամբ անվստահություն սերմանելը։ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նշել է, որ հրապարակման բովանդակությունը որևէ փաստական հիմք չունի եւ ամբողջությամբ տեղավորվում է տեղեկատվական մանիպուլյացիայի տրամաբանության մեջ։ Այս հրապարակման մեջ ներկայացված պնդումները որևէ փաստական հիմք չունեն եւ ամբողջությամբ ապատեղեկատվական բնույթ են կրում։ Ակնհայտ է, որ օգտագործվել են հանրության համար ծայրահեղ զգայուն թեմաներ՝ առողջություն, օրգանների փոխպատվաստում, ենթադրյալ թրաֆիքինգ, որպեսզի ստեղծվի շոկային եւ վարկաբեկիչ տեղեկատվական միջավայր։ Նման մոտեցումը տեղեկատվական մանիպուլյացիաների տարածված գործիքներից է, երբ հուզական ազդեցությունն օգտագործվում է պետական ինստիտուտների նկատմամբ անվստահություն ձևավորելու համար։ Ուշադրության է արժանի նաև տարածման հերթականությունը, սոցիալական հարթակներից մինչև բոտային ակտիվություն, ադրբեջանական լրատվամիջոցներ եւ ապա արդեն ներքաղաքական դաշտ։ Այս ամենը ցույց է տալիս, որ գործ ունենք ոչ թե պատահական հրապարակման, այլ նպատակային տեղեկատվական ազդեցության հերթական դրսևորման հետ։ Թեմային ավելի վաղ արձագանքել է նաև Հայաստանի առողջապահության նախարարությունը։ Գերատեսչությունը շեշտել է, որ Հայաստանի իշխանությանն օրգանների վաճառքի հետ կապելու փորձերը բացարձակապես մտածածին են եւ իրականության հետ որևէ առնչություն չունեն։ Նախարարությունը նաև հիշեցրել է, որ օրգանների փոխպատվաստման ոլորտը Հայաստանում կարգավորվում է օրենքով եւ գտնվում է պետական վերահսկողության ներքո։ Հոդվածում Հայաստանի իշխանությանը վերագրվում են մարդկային օրգանների վաճառքին առնչվելու մասին ակնհայտ անհիմն եւ մտածածին մեղադրանքներ։ Հայաստանի Հանրապետությունում օրգանների փոխպատվաստման ոլորտը կարգավորվում է օրենքով եւ իրականացվում է համապատասխան պետական վերահսկողության պայմաններում։ Հետևաբար նմանատիպ պնդումները որևէ աղերս չունեն իրականության հետ եւ չեն կարող դիտարկվել որպես հավաստի տեղեկություն։ Դրանք պետք է գնահատել բացառապես որպես Հայաստանի դեմ ուղղված ապատեղեկատվության տարածման հերթական փորձ։
Պաշտոնական Երևանը պնդում է, զգայուն թեմաների շահարկմամբ փորձ է արվում հարվածել պետական համակարգի հեղինակությանը եւ խաթարել հանրային վստահությունը։ Իրավական հիմքերի առումով եւս պաշտոնական պարզաբանումը հենվում է գործող օրենսդրության վրա։ Հայաստանի օրենսդրությունը սահմանում է օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստման իրավական հիմքերը, իսկ պետական վերահսկողության իրականացումը վերապահված է լիազորված տեսչական մարմնին։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սպասվող սահմանադրական հանրաքվեի անցկացման ժամկետներին, ընդգծելով, որ մինչև այդ հանրությանը պետք է ներկայացվի սահմանադրության տեքստն ու ներածությունը։ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը հանձնաժողովի հաստատմանը ներկայացրեց պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, սահմանադրական դատարանի մասին, սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերը։ Նախարարի խոսքով համակարգի ներդրումը նպատակ ունի ապահովելու սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի լիարժեք անկախությունը, նվազեցնելու դատավորների նկատմամբ արտաքին ազդեցությունների հնարավորությունը եւ ամրապնդելու սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ կայունությունն ու գործառնական արդյունավետությունը։ Լրագրողների հետ զրույցում Գալյանը մանրամասնեց օրենքի փոփոխության այն հատվածը, որը վերաբերում էր դատավորների աշխատավարձերի բարձրացմանը։ Ինչու չենք փոփոխում դրույքաչափը, միանգամից որպես պատասխան ներկայացնեմ, որովհետև գործակիցներ սահմանող օրենսդրական ակտը ամբողջությամբ փոփոխության կարիք ունի եւ դա հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների համատեքստում ենթարկվելու է հստակ փոփոխության, ներառելով այն բոլոր փոփոխությունները, որոնք մինչ այս պահը կատարվել են։ Հաջորդիվ արդարադատության նախարարը անդրադարձ կատարեց նաև սպասվող սահմանադրական հանրաքվեին, ընդգծելով, որ սահմանադրության տեքստն արդեն իսկ պատրաստ է եւ քննարկման է ներկայացվելու իշխող ուժի կուսակցության վարչությանը խորհրդին, իսկ սահմանադրության ներածությունից անկախության հռչակագրի դրույթները հեռացնելու վերաբերյալ խոսակցությունների առնչությամբ Գալյանն ասաց. Թող տպավորություն չստեղծվի, որ խուսափում ենք ներկայացնել, թե ինչ է այս պահին ամփոփված ներածության շրջանակներում։ Ուղղակի ես միշտ մի բան եմ նշում. սահմանադրության տեքստը նախագծի տեսքով լինելու է հրապարակային, այդ թվում հրապարակային է լինելու ներածությունը եւ հանրությունը կարողանալու է տեսնել, թե ինչ է այնտեղ գրած, կորոշվի։ Նախարարն իր խոսքում եւս մեկ անգամ հավաստեց, որ մինչև սահմանադրական հանրաքվեն հանրությանը ժամանակ է տրվելու ծանոթանալու ինչպես սահմանադրության տեքստին, այնպես էլ ներածությանը եւ ի վերջո սահմանադրությունում փոփոխությունը հաստատելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր քվեով։ Գալյանը նաեւ հավելեց, սահմանադրական հանրաքվեի անցկացման հետ կապված կոնկրետ ժամկետներ դեռ չկան։ 1 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ բարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության հետևանքով պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ։ Միջնորդությունը ներկայացվել դատարան, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հայտնել են դատախազությունից։ Վերակենդանացման բաժնում գտնվող փոքրիկը 21-ամյա մոր 4-րդ երեխան է, զույգ տղաներին ըստ Արարատի մարզի համագյուղացիների մանկատուն են տարել, իսկ գյուղում տատիկի խնամքին է մնացել 3-ամյա աղջնակամ։ Մայրը Ազատության ասել է, որ երեխային նախկին ամուսնու մոտ է թողել, մինչև ինքը վարձով բնակարան գտնի։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնել մեկամյա փոքրիկի առողջական վիճակի մասին, որը Արաբկիր բժշկական կենտրոն էր տեղափոխվել կլինիկական մահախտորոշմամբ խորթ մոր կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով։ Օրերս կլինիկական մահախտորոշմամբ Արաբկիր բժշկական կենտրոն տեղափոխված մեկամյա տղա երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։ Լրագրողների զրույցում վստահեցրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նշելով, որ կենտրոնի բժշկական անձնակազմի հետ ամենօրյա կապի մեջ է։ Նա սակայն այլ մանրամասներ չհայտնեց։ Ինչպես հայտնի է, փոքրիկը հիվանդանոցում է հայտնվել խորթ մոր կողմից պարբերաբար դաժան ծեծի ենթարկվելու հետևանքով։ Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ նաև Վեդու բժշկական կենտրոնում նախկին տնօրենի կողմից
թույլ տրված անօրինությունների բացահայտման դեպքին։ Նախկին տնօրենը, ինչպես պարզել են իրավապահները, միլիոնավոր դրամներ էր դուրս գրել սեփական կարիքները բավարարելու համար, առաջացնելով ֆինանսական ծանր հետևանքներ։ Տեղի ունեցածի հետ կապված նախարարությունը նոր մեխանիզմներ է մշակել եւ կանխարգելիչ միջոցառումների շարք իրականացրել այդ հետևանքները վերացնելու համար։ Ավանեսյանն ընդգծեց կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, ապա վստահեցրեց ֆինանսական զեղծարարությունից կենտրոնի բուժանձնակազմը չի տուժել, բոլորի աշխատավարձերը ժամանակին վճարվել են։ Կյանքում առաջանում են խնդիրներ, որոնք որ ստիպում են վերանայել կարգավորումները եւ այդպես է։ Այո, վերահսկողական մեխանիզմները պիտի խստացվեն եւ ըստ էության նաեւ տնօրենների բարեվարկության մասով այո ունենք ճշտելու ել ավելի ուշադիր լինելու խնդիր։ Ըստ էությունների Իրանի Իսլամական Հանրապետությունում ընթացող պատերազմական գործողությունների հետ կապված այդ երկրի իշխանությունը հումանիտար աջակցություն է խնդրել Հայաստանից։ Առողջապահության նախարարն ի պատասխան այս առնչությամբ հնչեցրած հարցի նշեց. Վստահաբար կառավարությունը կամ մեր արտաքին գերատեսչությունը հանդես կգա հայտարարությամբ, վստահ եղեք, որ սահմանված ձևով եւ ընթացքով կառավարությունը արձագանքում է այն ամենին, ինչ անհրաժեշտ է։ Շարունակում ենք թողարկումը ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակային համակարգում ուժի մեջ կմտնեն մի շարք կարևոր փոփոխություններ։ Կբարձրանան աշխատանքային եւ զինվորական կենսաթոշակները, նաեւ դրանց հետ փոխկապակցված սոցիալական նպաստները, իսկ վճարումների համակարգը ամբողջությամբ կանցնի անկանխիկ եղանակի։ Այս փոփոխությունները վերաբերում են 100 հազարավոր շահառուների եւ միաժամանակ միտված են թե սոցիալական աջակցության ծավալի մեծացմանը, թե վճարումների առավել կազմակերպված ու ժամանակակից մեխանիզմի ներդրմանը։ Ապրիլի 1-ից կենսաթոշակային համակարգում ուժի մեջ կմտնեն երկու կարևոր փոփոխությունները, կբարձրանան կենսաթոշակները եւ դրանց հետ փոխկապակցված նպաստները, նաեւ ամբողջությամբ անցում կկատարվի վճարումների անկանխիկ եղանակի։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության եւ այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը նշել է, որ աշխատանքային կենսաթոշակ ստացող բոլոր քաղաքացիների ամսական վճարները կավելանան առնվազն 10,000 դրամով։ Պաշտոնյայի խոսքով փոփոխությունը վերաբերում է բոլոր շահառուներին, անկախային հանգամանքից։ Քաղաքացին ունի 10 տարվա թե 50 տարվա ստաժ։ Բարձրացման հիմքում հիմնական եւ նվազագույն կենսաթոշակների չափերի վերանայումն է, ինչի արդյունքում գումարի աճը դառնում է համընդհանուր։ Աշխատանքային կենսաթոշակները բոլորը բարձրանալու են առնվազն 10,000 դրամով, անկախ ստաժից։ Սովորաբար կենսաթոշակի չափի, այսինքն կենսաթոշակի չափը ձևավորվում է նաև ստաժի հաշվառմամբ, բայց քանի որ ավելացել է հիմնական կենսաթոշակը եւ նվազագույն կենսաթոշակը, սա նշանակում է, որ անկախ ստաժից կենսաթոշակի չափերը ավելանալու են։ Միևնույն ժամանակ առանձին խմբերի համար նախատեսվել են ավելի բարձր չափերի ավելացումներ, մասնավորապես խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձանց աշխատանքային կենսաթոշակը կբարձրանա 14,000 դրամով, ծանր աստիճանի սահմանափակումներ ունեցողներինը 12,000 դրամով, երկկողմանի ծնողազուրկ երեխաների կերակրողին կորցնելու դեպքում նշանակված աշխատանքային կենսաթոշակները կավելանան 50,000 դրամով։ Փոփոխությունները վերաբերում են նաև զինվորական կենսաթոշակներին, սակայն այստեղ բարձրացման չափը բոլորի համար նույնը չի լինելու։ Ըստ Գալստյանի, այդ դեպքում հաշվարկը կախված է լինելու զինծառայողի պաշտոնից եւ ծառայության ստաժից։ Միջին հաշվարկով զինվորական կենսաթոշակների աճը կկազմի շուրջ 8500 դրամ, սակայն պարտադիր ժամկետային զինծառայողների համար նույնպես սահմանվել է նվազագույն 10,000 դրամի աճ, իսկ հաշմանդամության որոշ խմբերի դեպքում 12,000 եւ 14,000 դրամի բարձրացում։ Մենք ունենք շուրջ 502,000 կենսաթոշակառուներ, 502,000-ից շուրջ 5-ից 6,000-ը խորը աստիճանի սահմանափակում ունի, այսինքն կավելանա 14,000 դրամով, շուրջ 37,000-ը ծանր աստիճանի սահմանափակումով է կավելանա 12,000 դրամով։
Իսկ առանձին կարգավիճակ ունեցող երեխաների փոքրաթիվ խմբերի դեպքում մոտ 62-63 շահառուհի վճարումը կավելանա 50,000 դրամով։ Կենսաթոշակների հետ մեկտեղ կբարձրանան նաև սոցիալական այլ նպաստները, որոնք բովանդակային առումով կապված են նույն համակարգի հետ։ Խոսքը ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում նշանակվող նպաստների մասին է։ Մարտ ամսվա վճարային ցուցակներով այդ խմբերում ընդգրկված է շուրջ 124,000 մարդ եւ նրանց նպաստները եւս կավելանան 10,000 դրամ։ Նախարարության ներկայացուցիչը նշել է նաև, որ սահմանված չափերը հետագայում չեն կարող նվազել։ Նրա խոսքով գործող օրենսդրությամբ հնարավոր են միայն վերանայումներ դեպի բարձրացում, իսկ արդեն սահմանված չափը հետագայում նվազեցնել օրենքը թույլ չի տալիս։ Քանի որ կառավարության որոշումն ուժի մեջ է մտնում ապրիլի 1-ից, դա նշանակում է, որ չափերի ավելացումը տեղի կունենա ապրիլի 1-ից։ Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Աննա Բեգլարյանն էլ վստահեցրել է, որ անհրաժեշտ ծրագրային փոփոխություններն արդեն իրականացվել են եւ գտնվում են թեստավորման փուլում։ Նա նաեւ նշել է, որ ապրիլի 1-ից կենսաթոշակները վճարվելու են բացառապես անկանխիկ տարբերակով։ Այդ անցումն ապահովելու համար հունվարից մեկնարկել են նախապատրաստական աշխատանքներ, ներգրավելով առևտրային բանկեր, կենտրոնական բանկը եւ բանկերի միությունը։ Համագործակցող բանկերի հետ կնքվել են համաձայնագրեր, որոնց շրջանակներում արդեն կիրականացվեն բանկային հաշվի պայմանագրերի կնքումը եւ անհրաժեշտության դեպքում նաեւ քարտերի առաքման աշխատանքները շահառուների համար տանը։ Նա նաեւ տեղեկացրել է, որ եթե քաղաքացին նախկինում ինքնուրույն էր ընտրել այլ բանկ, այդ ընտրությունը եւս պահպանվում է։ Ավելին, եթե շահառուն մինչեւ մարտի 5-ը չէր կատարել բանկի ընտրություն, այդ գործընթացը ծրագրային եղանակով իրականացվել է միասնական սոցիալական ծառայության կողմից։ Առանձին ուշադրություն է դարձվել տեղաշարժման խնդիր ունեցող քաղաքացիներին։ Պաշտոնյայի հավաստմամբ, այն շահառուների համար, որոնք չեն կարող ինքնուրույն այցելել բանկ, կկազմակերպվի քարտերի առաքում տուն, անհրաժեշտության դեպքում նաև միասնական սոցիալական ծառայության մասնակցությամբ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է հանրային գնումների ոլորտում շահերի բախման և հակակոռուպցիոն կառուցակարգերը կատարելագործելու վերաբերյալ կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է համակարգը փոխել և ունենալ ազդեցության 3 մակարդակ։ Հանձնաժողովում քննարկվել է նաև կառավարության ծրագրի 2025 թվականի կատարողականը։ Անդրադարձ է եղել նաև Հայաստանի տնտեսության այն ռիսկերին ու վնասներին, որոնք առաջացել են Իրանում պատերազմի հետևանքով։ Գործադիրն առաջարկում է փոփոխություններ կատարել գնումների մասին օրենքում, նպատակն է նվազեցնել շահերի բախումը գնումների համակարգում։ Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը պարզաբանեց, երբ բացահայտվում է շահերի բախում, օրինակ կապ գնահատող հանձնաժողովի կամ մասնագիտական խմբի անդամի եւ մասնակից կազմակերպության միջև, ապա այդ անդամը ընդամենը ինքնաբացարկ է հայտարարում։ Դուրս է գալիս, գործընթացը շարունակվում է իր հունով։ Նախ առաջի մակարդակ է առաջարկում մտցնել, որի համաձայն այդ մակարդակում ներառված պաշտոնների հետ փոխկապակցվածը դա երկրորդ ազգակցական կապն է կամ տվյալ պաշտոնյայի կողմից ուղղակի կառավարվող կամ անուղղակի կառավարվող ընկերությունը չեն կարող մասնակցել գնումների ընթացակարգերին։ Այդ պաշտոններն են Հայաստանի Հանրապետության նախագահը, ազգային ժողովի նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը եւ այն տեղակալը ֆինանսների նախարարի, որը համակարգում է գնումների քաղաքականության մշակման աշխատանքները։ Երկրորդ մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարողանալու մասնակցել տվյալ պատվիրատուի եւ վերջինիս կառավարմանը հանձնված առևտրային եւ ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կազմակերպվող գնման գործընթացներին։ Նշվում է, որ այդ մակարդակում պարտադիր ներառվում են վարչական ու քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք։ Բացառությամբ ազգային ժողովի պատգամավորները եւ համայնքի ավականու անդամները, գլխավոր դատախազն ու նրա տեղակալները, քննչական կոմիտեի, քննչական մարմինների ղեկավարներն ու նրանց տեղակալները, մարմինների գլխավոր քարտուղարները։ Ըստ ներկայացվող նախագծի, եթե շահերի բախումը բացահայտվում է, պատասխանատվությունն ընկնում է ընկերության վրա։ Այս ընկերությունը երբ որ դիմում է որևէ մրցակցային ընթացակարգի կամ որևէ պայմանագիր է ուզում ստորագրի, ինքը պետք է հայտարարի, որ համապատասխան փոխկապակցվածությունները առկա չեն։ Եթե բացահայտվում է, որ առկա են, ապա պայմանագիրը կանգնում է,
իրականացվում է հաշվարկային պարտավորությունների, որը կազմակերպությունը իրականացրել է պատշաճ եւ այդ պահին ոնց որ ինքը վճարվում է դրա համար, բայց նաեւ դույժ է սահմանվում 20%-ով պայմանագրի արժեքից, կամ եթե ամբողջությամբ պայմանագիրը կատարվի, կամ այն ծավալից, որը արդեն իսկ պետքա վճարվեր ընկերությանը։ Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի գնահատմամբ խնդիրը պետական համակարգի եւ բիզնեսի սերտաճումն է։ Հաջորդ թիվ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվեց կառավարության ծրագրի 2025 թվականի կատարողականը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդայցյանի խոսքով Հայաստանի պետական բյուջեի միջոցներով 2025 թվականին Հայաստանում կառուցվել, վերակառուցվել, նորոգվել եւ հիմնանորոգվել է 504.5 կիլոմետր ընդհանուր ճանապարհ։ 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում պետական բյուջեի միջոցներով կառուցվել, վերակառուցվել, նորոգվել եւ հիմնանորոգվել է 504.5 կիլոմետր ընդհանուր ճանապարհ, որոնցից 135 կիլոմետրը միջպետական, շուրջ 200 կիլոմետրը հանրապետական եւ շուրջ 170 կիլոմետրը մարզային նշանակության ճանապարհներ են։ Նա հավելեց, ամբողջովին պատրաստ է հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակից դեպի Գյումրի տանող հատվածը։ Նախարարի խոսքով սա կենսական նշանակություն ունի Հայաստանի համար։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ անդրադարձավ Հայաստանի տնտեսության այն ռիսկերին ու վնասներին, որոնք առաջացել են Իրանում պատերազմի հետևանքով։ Այսօրին գնահատում ենք այդ ռիսկերը եւ եթե կարտոժամկետ հույս ունենք, որ կարտոժամկետ կլինի եւ հույս ունենք, որ մեր ռազմավարական գործընկերը եւ բարեկամ երկիրը, ովքեր հիմա հակամարտության մեջ են, կավարտեն իրենց հակամարտությունը եւ այդ պարագայում մեր կարծիքով վնասները կլինեն հնարավորինս քիչ, վնասները ակնհայտորեն կան, հիմա էլ կան, եւ մասնավորապես որոշ ապրանքների գների բարձրացման տեսքով մենք տեսնում ենք գնաճային որոշակի ռիսկեր ենք մենք այստեղ առաջին հերթին տեսնում, երկրորդը նաեւ որ որոշ արտադրությունների կազմակերպման համար Հայաստան նաեւ հումք է ստանում, որի դեպքում տեսնում ենք, որ նորից գնաճային այդպիսի ռիսկեր հնարավոր է առաջանալ։ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն էլ անդրադարձավ հարկային ու մաքսային համակարգերում իրականացված բարեփոխումներին, նշելով, որ 2025 թվականին անկանխի գործարքներն աճել են 51.4%-ով։ Նախարարը նաև խոսեց թվերի դեմ պայքարի հարցում էական արդյունքների մասին։ Մասնավորապես կուզենայի նշել, որ բարբերաբար շահարկվող են կոշտ գործիքակազմը, որը օպերատիվ հետախուզական միջոցառումներն են, դրանց ուղղությամբ քանակի 22%-անոց նվազում ունենք, 2831 օպերատիվ հետախուզական միջոցառում է իրականացվել, որը 22%-ով ցածր է, բայց դրա դիմաց ունենք թե բացահայտված պոտենցիալ հարկերի թաքցված եւ թե վերականգնումների աճ, թաքցված հարկի 29.1%-ած 124 միլիարդ դրամ, վերականգնումների 4% աճ 37 միլիարդ դրամ։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, ցտեսություն։